Ողջույն բոլորին։ Պարոն Արտուր Ավանեսյանը Կանդազը իրականացնում է հացադուլ։ Հացադուլ Հայաստանում անարդարության վերացման և քաղաքական հետապնդումների դեմ։ Հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության։ Մենք մի այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր հերոսները 30 տարվա զինվորականը, ով որ թշնամու ահն ու սարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է և ստիպված իրականացնում է հացադուլ։ Այն ձայնագրությունները, որոնք որ տարածվել են հենց իրավապահների կողմից, պարզապես ծաղրելու են, որովհետև այնտեղ խոսք չկա ընտրակաշառքի մասին, այնտեղ խոսք կա հողերը պահելու, բնակարաններ կառուցելու և աշխատատեղեր ստեղծելու մասին։ Եվ սա այն ամբողջ ծրագիրն է, որի մասին որ մենք մեր կուսակցությամբ խոսում ենք նաև այլ տարբեր կուսակցություններ, տարբեր խոստումներ են տալիս, բայց կալանավորվում է պատերազմի հերոսը։ Ես ասել էի մի անգամ, որ Փաշինյանը ունի շատ լուրջ բարդույթներ պատերազմի հերոսների, ուժեղ տղամարդկանց, հաղթանակած տղամարդկանց նկատմամբ։ Եվ դրա վառ դրսևորումն է այսօր Ավանեսյանի բանտում գտնվելը, պարոն Սամվել Կարապետյանի երկամիսներ շարունակ բանտում գտնվելը, մեր մյուս քաղբանտարկյալների բանտում գտնվելը։ Բայց փոփոխությունները լինելու են, փոփոխությունները բերելու է Սամվել Կարապետյանը, Հայաստանում լինելու է համաներում և վերացվելու են քաղաքական հետապնդումները։ Մենք այլևս թույլ չենք լինելու։ Ընդամենը որոշ ժամանակ առաջ ադրբեջանական բանտում հացադուլ էր անում Ռուբեն Վարդանյանը։ Իսկ այսօր պարոն Ավանեսյանն է հացադուլ անում հայաստանյան բանտում։ Սա մեր խարանն է։ Զուգակցված, իրար ձայն տված աշխատում են երկու քաղաքակիրթ ընկերները՝ Ալիևն ու Փաշինյանը, բայց ժողովուրդը իր խոսքը ասելու է հունիսի 7-ին։